Բարի լույս եւս մեկ անգամ շատ սիրելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրը շարունակում է իր ընթացքը եւ կրկին գնում ենք դեպի թատեր աշխարհի եւ այսպես Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կկայանա առաջնախաղ։ Հանդիսատեսի դատին կհանձնվի Ալեքսանդր Կուպրինի Յամա վիպակի համանուն դրաման։ Ներկայացման բեմադրիչը Գոր Մարգարյանն է։ Ներկայացումը նախատեսված է 18+ անձանց համար։ Այո, նրանք ովքեր կարդացել են Կուպրինի Յաման, բնականաբար արդեն հասկանում են, թե ինչ գործ է բեմադրվել այստեղ, որովհետև ես օրինակ ինքս շատ վաղուց էի սպասում այս բեմադրությանը, այնպես որ արդեն սա իրականություն է։ Մեր հյուրերն են պիեսի բեմականացման հեղինակ Սոնա Մելոյանը, դերասանուհի Հայարփի Զուռնաչյանը, դերասաններ Մանվել Սարգսյանը եւ Միշա Հակոբյանը։ Բարի առավոտ։ Հրաշալի։ Կուպրին Յամա, հա, սա մի թեմա է, որը ոչ բոլորն են միշտ ռիսկանում բեմադրել եւ ներկայացնել։ Վերջապես իրականացավ այս ամեն ինչը։ Մի փոքր խոսենք հենց այս ամեն ինչի մասին։ Զուտ մտահղացումը Գորինն էր, որը պարզվում է 17 տարեկանից երազել է Յաման բեմադրել։ Եվ քանի որ Ռուսաստանի Ֆեդերացիայի մշակույթի նախարարությունը ունի հատուկ ծրագիր, որը կոչվում է Ռուսկի սեզոնը, որը ֆինանսավորում է ռուսական թատրոնները արտերկրում։ Եվ մեր Ստանիսլավսկու թատրոնը պարզվում է, որ շատ հրաշալի պարտնյոր է եղել այդ ծրագրին եւ արդեն 3-րդ տարին է ստանում է այդ ֆինանսավորումը։ Միակ պայմանը ծրագրի, որ դա լինի ռուս դասական գործ։ Եվ թատրոնը հրավիրեց Գոր Մարգարյանին, Գոր Մարգարյանն էլ որոշեց, որ վերջապես իր մանկության երազանքը պիտի իրականացնի։ Կերպարները շատ այսպես կոլորիտային են, շատ հետաքրքիր են, մի քիչ հասկանանք դրա բաշխումը, դե բնականաբար Գորի մատը խառն է այս ամեն ինչին, բայց ամեն դեպքում ինչպեսի վերաբերմունք կա ընդհանրապես պիեսին, գործին ու կերպարներին։ Քանի որ ներկայացումը գրեթե պատրաստ է, պետք է ասեմ, որ ես ուղղակի հիանում եմ, թե ոնց Գորը կարողացավ այդ շատ խիստ դրամատիկ, նույնիսկ տրագիկ գործը դարձնել այսպես հիպեր թատերային, որովհետև մի կողմից դա իրոք պահեր կան, որ հաստատ հանդիսատեսը լաց է լինելու, մյուս կողմից կան ուղղակի շոու տեսարաններ, պլյուս շնորհակալություն ռուսական թատրոնի հատկապես դերասանուհիներին, որոնք ֆանտաստիկ երգում են, ինչպես պարզվեց, իսկ ներկայացումը ուղղակի հագեցած է այդ ժամանակաշրջանի ռոմանսներով, քաղաքային երգերով եւ այլն, պլաստիկան, պարերը, մի խոսքով առաջ չընկնենք, բայց ես կարծում եմ, որ շատ կայացած ներկայացում է եւ ապրի ամբողջ թիմը, որ աշխատեց ուղակի սենց օր ու գիշեր, որտեղ ժամկետները սուղ էին, այնպես ստացվեց։ Դե տպավորություններով էլ կիսվեք, փորձերը ինչպես անցան, հիմա արդեն երբ պատրաստ է ներկայացում, ինչ սպասելիքներ կան։ Ladies first։ Դե փորձեր անցան շատ բուրըն, շատ հետաքրքիր, դեռ շարունակվում են, մենք ունենք դեռ ժամանակ, եթե մինչև գիշերը 1-2-ն ենք փորձում, ոնց հասկանում եմ, այս քանի օրը մինչև լույս փորձելու ենք, որովհետև Գորը այնպիսի ռեժիսոր է, որ մի օր գալիս է արեց այս տեսարանը, հաջորդ օրը մոռացեք։ Ու ուրիշ բան էինք անում, մինչև այսօր ինքը բաներ է փոխում, դեռ ինքը այդ պրոցեսների մեջ է, հավաքված են շատ լավ դերասաններ, ես համարում եմ բոլորին այդպիսին, որովհետև բոլորը ցանկություն ունեն լավ բան ստեղծելու ու լավ բան ստանալու։ Եթե դա արդեն կա, ինձ թվում է, որ ռեժիսորին դա օգնություն է, որ ավելի ու ավելի լավ ներկայացում լինի, որովհետև բոլորը կապ չունի դա իրենց ֆունկցիայի մեջ մտնում է, չի մտնում, բոլորը ձգտում են, որ դա լինի շատ լավ ներկայացում, այնպես որ մնացածը կարծում եմ հանդիսատեսը կնայի ու կասի, ինչպեսի կարծիք ունի։ Ըստ ձեզ։ Այո, իրոք բոլորս շատ ենք սպասում առաջնախաղին, գրեթե ինչքան ժամանակ ենք փորձում, երևի 1 ամիս, 1 ամսից շատ փորձում ենք, հա, 2 ամիս եւ բոլորս կենտրոնացած, բոլորս իրոք սպասում ենք եւ հիշեցնեմ դեկտեմբերի 16-ին
19:00-ին բոլորին հրավիրում ենք ցանկացողներին եւ ոչ ցանկացողներին։ Այդպես ցանկացողներին։ Այո։ Ինք առաջինն է։ Եկեք եւ դիտեք այդ մեծ իրոք ծավալի աշխատանքը, որը որ մենք փորձել ենք շատ մաքսիմալ լավ անել։ Կարծում եմ ստացվել է։ Որ կերպարներին եք մարմնավորում։ Լուբա, Լիխոնին Հորիզոնտ, գորիզոնտ։ Իրականում ես ուզում եմ մի հատ փոքրիկ բան ասել, փորձերի հետ կապված, այնպես է ստացվել, որ ես կամ ներկայացման սկզբում եւ արդեն ներկայացման վերջում, այսինքն փորձերի ինչ որ փուլ ես բաց թողեցի ու երեք գնացի ու տեսա ինչքան ոնց են կարողացել 20, չէ, ավելի քիչ 10 օրում մի ամբողջ երկրորդ գործողություն բեմադրել ու չնայած որ թատրոն նաեւ տեխնիկական աշխատանքներ են գնում վերանորոգման հետ կապված փորձերին զուգահեռ մի խոսքով sense շատ բուրն ու ես նայում եմ ներկայացում կարող եմ արդեն ասել որ իսկապես ներկայացման մակարդակի է ընթանում փորձը շատ հուզիչ այդ կոնտրաստը որ ստացել են իսկապես այդ պլաստիկ տեսարաններից հետո ուրախ զվարթ շատ հիասքանչ տեսարաններից հետո մեկ էլ շատ ուժեղ դրամատիկ կտոր ու sense իսկապես այդ զգացողությունները ինձ թվում է հենց այնա ինչ թատրոնը պիտի տա հանդիսատեսին ու ես վստահ եմ որ հանդիսատեսը վերցնելու է այդ զգացողությունները ու ասելու է ինչ լավ է որ թատրոն կա որ թատրոնը կենթանի է ու ժամանակակից է ու դրա համար շատ ուրախ եմ Եվ ձեր համագործակցությունը ինչպես ընթացավ, ինչպես ստացվեց, հեշտ էր, բարդ էր, Գորի հետ։ չէ, դերասանների միջև համագործակցությունը, խաղընկերների հետ։ Մենք հիմնականում բոլորս առաջին անգամ չէ որ միասին աշխատում ենք եւ կարելի ասել որ արդեն ինչ որ ձև սովոր ենք իրար, հա, աշխատելու ոճին միմյանց, այնպես որ լավ ստացվեց։ Այո, թատրոնը կոլեկտիվ արվեստ է եւ այս դեպքում իհարկե թիմը հավաքվել է, ճիշտ աշխատում է, ողջուններս Գորին Մարգարյան եւ բնականաբար այն ինչ որ անում է Գորը միանշանակ շատ հետաքրքիր է ստացվելու, այնպես որ անհամբեր ենք հեսա պրեմիերային, ես ինքը շատ անհամբեր եմ սպասում, այնպես որ կվայելենք, ուզում ձեզ մաղթել հաջողություններ։ Պրեմիերան նորից հիշեցնենք Դեկտեմբերի 16-ին։ Դեկտեմբերի 16-ին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում արդեն իսկ կարող ենք վայելել Կուպրինի Յաման։ Ուզում եմ ձեզ նվիրել Սարգոն, Կարմիր չոր գինին, պրեմիերայից հետո կբացեք։ Ինձ այսօր ենք ուզում գինով Կարող եք այսօր բացել, բայց ես ասում եմ ավելի լավ ֆիլմի պրեմիերայից հետո, որպեսզի կարողանաք այդ տպավորությունները եւ զգացմունքները փոխանցել եւ ուզում եմ ձեզ նվիրել բացիկներ, արև բացիկներ, որոնք ամանորի համար են հատուկ եւ այստեղ ամանորյա երգերից բառեր են։ Այնպես որ նվիրեք ձեզ համար սիրելի ու հարազատ մարդկանց եւ իհարկե վայելեք ամանորը միասին, սա ձեզ, այնպես որ վայելեք եւ թող տոնը լինի թատրոնում, որտեղ թատրոնն ինքն իր տեսակով արդեն իսկ տոն է։ Ներկայացմանը մեծ հաջողություններ ենք։ Շատ շնորհակալ։ Դիպուխը նիպիրա։ Զբոգը մակչորտ վիզ։ Լինի կարճատև դադար մեր եթերում, բայց հետո կվերադառնանք եւ կամ փոփենք այսօրվա առավոտ։